Շնորհակալություն, պարոն Հարությունյան, մի այսպիսի կարճ հարց էլ հա մենք բոլորս փաստորեն համաձայն ենք, որ իշխանությունների կողմից բազմաթիվ գործիքներ եւ միջոցներ են օգտագործվելու ընտրություններից առաջ ընդդիմադիրների նկատմամբ, դրանք կարող են լինել նոր քաղաքականների տեսքով, կարող է լինել կուսակցություններ չգրանցելու կամ ցուցակներ չգրանցելու տարբերակով, այսինքն այս իշխանությունից ամեն ինչ կարող ենք սպասել։ Ինչ հետևանք դա կարող է ունենալ։ Պարզապես վախի մթնոլորտ կլինի եւ չգիտեմ, իր բացասական ազդեցությունը կլինի ընտրությունների կունենալ ընտրությունների վրա, թե հակառակը հակազդեցություն կարող է առաջացնել, ձեր կանխատեսումները, հա, ինչպիսին կարող են լինել։ Տեսեք, ես ուզում եմ մի քիչ այս խնդրի մասին ավելի բաց խոսել։ Ինչա կուսակցությունը, չէ՞, կուսակցությունը իրավական կառույց է, ունի ղեկավար կազմ եւ շարքեր։ Ինչի համար է իմ խոսքում նշում խաղի կանոնների ընդդիմադիր դաշտի ներսում պահելու խնդիրը։ Դա շատ կարևոր է, որպեսզի խաղի կանոնները պահվի, որպեսզի ոչ միայն կուսակցությունների ղեկավար կազմը որոշի, այլ նաև շարքերը որոշում իրականացնեն, որպեսզի կարողանան անհրաժեշտ պահին, երբ որ մեկ այլ քաղաքական ուժի այս իշխանությունը թիրախավորում է, տեղ լինի գնալ պաշտպանել տվյալ քաղաքական ուժին։ Եթե այդ խաղի կանոնները, իսկ ես կարծում եմ պետքա հաշվի առնելով ընտրությունների մոտ լինելը որոշակի ձևով շփումներում ավելի շատ արծարծվի ու ֆիքսվի, պահվի, այդ ժամանակ միասնական ջանքերով հնարավոր կլինի թույլ չտալ, որպեսզի որևէ քաղաքական ուժի խաղից հանեն այս իշխանությունները, կիրառելով ուրեմն հերթական, վարչական, ապօրինի ռեսուրսը։ Եթե դա չլինի, ինչ ուզում են հայտարարեն կուսակցությունները։ Մեկը մի մասը չի ընդունելու։